Նարեկ, են մաքրույն այսօր էլ գալու։ Տենց է դուրս գալ։ Մամ, այդ շապիկն եմ տուր, էլի։ Մամ։ Մամ։ Վայ։ Ինչ ես մտածում։ Վախեցա արդեն։ Վախենալու բան չկա, ուղղակի։ Ուղղակի ինչ ասա։ Ով չգիտեմ ոնց ասեմ։ Ոնց կա, տենց էլ ասա։ Այսօր գործի գնալուց մի երիտասարդ տղայի տեսա բակում։ Հեռախոսով խոսում էր, արագ-արագ քայլում էր այս կողմ այն կողմ։ Հետո։ Այսօր ամբողջ օրը մտածում էի, որտեղից այդ տղայի դեմքը ինձ ծանոթ։ Հիշեցի։ Հա, հիշեցի։ Պապատ որ եկել էր, ես իրան ճանապարհեցի, որ դուրս եկանք, մեքենային հենված այդ տղան կանգնած էր։ Մեր բակից չի։ Չէ, ես իրան այդ օրն եմ տեսել ու այսօր։ Դե լավ, մարդը կարող է իր բարեկամի կամ ընկերոջ տուն այգել։ Դու էլ ես հասկանում, չէ՞, ինչ ես իր վրա ուշադրություն դարձրել։ Հորդ հետ կապված նկատի ունես։ Դու ասեցիր։ Չգիտեմ։ Երևի ասածիդ մեջ ճշմարտություն կա, բայց մինչև այդ ես այդ տղային հաստատ չէի տեսել։ Իսկ ինչ կա։ Ընկերուհիդ բան չասեց, ամուսինը չի զանգել։ Երեք եմ խոսել, նորություն չկա։ Լավ, դե ես գնամ ճաշը տաքացնեմ, դու ավարտի կգաս։ Okay. Ay karesiz kares şarjı vel bu şeref katınız geldi. Hangi? Narek. Մաքրին իստեղ չի, արդեն կարող է հասել աղասի մոտ։ Մաքրին վախից նենց արագա վազել երևի հասել է Վրաստանից համար։ Հանգի։ Հիմա, ես բացում եմ, դու լուր լսում ես ինձ ու իմ հարցերի պատասխանը տալիս ես, լսեցիր։ Սաղը պատասխան եք տալ։ Բայքան, սպասի, ինձ լսի։ Հիմա նորից բացում եմ, բայց ոչ գոռում ես, ոչ ձեն ես հանում, մենակ պարզում ես, թե ինչ գիտես Հրաչի գործի մասին, լավ, պայմանավորվեցինք, հասկացար, դե բացում եմ, նայ։ Քանդեք ելնելու եմ երկուսիդ էլ ոտերից տակարն։ Քանդեք արա, սուս մնա։ Ճիշտ լավ ասեցիր սուս մնա։ Լավ էլ քեզ լսում է, հա, իրար լեզվը հասկանում է։ Բայկար, իմ հարցին պատասխանի, եթե ուզում ես իհարկե ստեղից դուրս գաս, Հրաչի գործով, ինչ գիտես, չես լսում այգարդ։ Դե ականջները չեք սկոչել լսում ան, Նարեկ։ Ասում եք պայքարի տեղը չգիտեք, հա։ Պայքարին ազատ եք արձակում ու գալիս եք սենյակ։ Արագ։ Արագացրեք, արա։ Վաղուց ես եկել։ Մի 3 ժամ կլինի։ Քոն քնել եմ։ Բարկի։ Խոսելու բան կա։ Երախոց ինչ-որ բան կա։ Վաղուց ես ամեն ինչ սկսվել։ Արևիկ, բաց խոսում ենք, ոչինչ չես տակցնում, ես ամեն ինչ գիտեմ։ Այստեղից փախչելուց 1 տարի հետո իբր բուժվեցի։ Հետո նորից կրկնվեց։ Դե իբր չէ։ Բուժվեցի, գոնե բժիշկները վստահ էին, որ վերջնական է։ Բայց կես տարի առաջ նորից նույնը։ Դու որոշեցիր այլ չբուժվել։ Չէ, բուժվում էի։ Պարզապես այս անգամ արդեն վստահ չասեցին, որ կբուժվեմ։ Հասկացա։ Ու որոշեցիր չշարունակել։ Չէ, Շաքե,
Ոչ մի նման բան չի եղել։ Ուղղակի ասեցին, որ ամեն ինչ կանեն, բայց էլ ոչ մի երաշխիք չկա։ Ու ես որոշեցի գալ։ Գոնե մի անգամ տեսնեմ իմ երեխուն նոր։ Ինչ լինում է թող լինի։ Այդ ժամանակ ես առաջին անգամ ինձ զանգել։ Մոտս հեռախոս չկար։ Մայրս էր ասել, որ ձեռքիցս վերցնեն։ Ես իրեն ասեցի, որ հենց որ կլինիկայից դուրս գամ, Հայաստան եմ գալու։ Դե ինքն էլ վախեցել էր։ Տեխնիկական աշխատող կար, իրենից էի վերցնում։ Դե ինքն էլ ամեն օր չէր գալիս։ Հասկացա։ Իսկ մայրդ այսինքն փախել ես։ Նա համաձայն չէր, որ գայի։ Տանից դուրս գալուց մի երկտող թողեցի, խնդրելով, որ հասկանա ինձ, չէ որ նա էլ է մայր։ Հասկանում ես, Շակ, հասկանում ես ինչու եմ շտապում։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ է ինձ մնացել։ Ես ուզում եմ գոնե մի անգամ տեսնեմ իմ երեխուն, Շակ։ Դեղերդ վաղուց են վերջացել։ Մի շաբաթ առաջ։ Բա ինչ էր մտածում, ես թվում էր կդիմանաս առանց դեղերի։ Ավելի արևիկ։ Ննջարանում դրել եմ դեղերդ կնայես անպայման։ Տեսի թե ինչ-որ բան պակասում է, ասա վերցնեմ։ Շնորհակալ եմ։ Իսկ երեխայիս հարցը։ Կլուծենք այդ հարցը, կլուծենք։ Այն բժիշկը, որ քեզնով կզբաղվի, ինքերս է հոգատար շատ բժիշկը լավ մասնագետ է։ Հնարավորության դեպքում տուն կգա, եթե ոչ, կգնամ կլինիկա։ Բայց Շակ, պետք չի այդքան էներգիա ծախսել ինձ վրա։ Ինձ քիչ է մնացել։ Ես գիտեմ։ Դու ավելի լավ է իմ տղայի հարցով զբաղվի։ Ու անպայման ուզում եմ ասել։ Ես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, թե այն ժամանակ, թե հիմա։ Միայն հասցրու, խնդրում եմ։ Շատ եմ սպասելու։ Սպասելու բան չկա։ Արդեն ամեն ինչ լսել ես։ Դրա մասին չի խոսքը։ Ես ձեզ ուրիշ հարց տվեցի։ Մինչև ուր էիք հասնելու։ Մինչև որ պայքարը խոսեր։ Իսկ եթե չխոսեր։ Լավ էլի աղաս։ Պայքարին Բեթմենի տեղն ես դե։ Իսկ դու քեզ ամենավերջին խուլիգանի։ Աբեգոյան, բայց Ոչ մի բայց, Արսեն։ Ոչ մի բայց։ Այն ինչ որ դուք արել եք, անթույլատրելի է, մանավանդ ոստիկանի համար։ Բայց դա մենք չենք արել որպես ոստիկաններ։ Մենք այդ արել ենք որպես հրաչի ընկերներ։ Ու ձեր մեղավորությունն էլ կա, պարոն գնդապետ։ Եթե դուք մեզ չասեիք, մենք այդ քայլին չէինք գնա։ Չհասկացա։ Այդ տանը դուռը բաց էր, հա, ես էլ եկա ոսկեղենդ վերցրեցի ու գնացի։ Էջ լավ համեմատություն չէր։ Ստեղ եք, հա։ Ես պահանջում եմ, գիտեք ինչ եմ պահանջում։ Ես պահանջում եմ, որ անհապաղ գործ հարուցվի, խուլիգանության հատկանիշներով։ Պայքար դուրս արի։ Դուրս կամ, հա, դուրս կամ, բայց դուք տեսաք, չէ, դուք ձեր աչքով տեսաք սրանք ինչ էին անում իմ հետ։ Պայքար չես լսում։ Արի պայքար, արի գնանք իմ կաբինետում կխոսենք։ Շատ եմ սպասելու պայքար։ Իսկ դուք սպասեք այստեղ մինչև կգամ։ Սականից հետո տեսա ոնց բողան բացեց։ Սիմանդալից դեքս։ Չնայած շատ անսպասելի էր զանգդ։ Հա? Լավ եղանակ էր, ասեցի զանգեմ մի փոքր քայլենք։ Շատ լավ։ Բայց քո մոտ ամեն ինչ նորմալ է, հա?
Ամեն ինչ ընտիրա։ Լսի կար պապայցը նորություն չկա ընդհանրապես։ Չէ, ինչի։ Դե ասեղ չի որ կորի։ Մի օր հայտնվելու է, չէ։ Կամ էլ ոստիկանությունից են զանգելու, ասեն բարև ձեզ Կարեն ջան, ձեր պապան մեր մոտ է։ Նեղվեցիր։ Դե ով լինի որ չնեղվի։ Բայց գիտեմ, որ վերջը դա է լինելու։ Չէ, բայց տենց միանշանակ մի ասա։ Շատ դեպք են լինում, երբ որ մարդը չի համաձայնվում ու չի ուզում ենթարկվել ոստիկանությանը ու հուսամ որ հորս դա չի սպառնում։ Բայց ինչի ես հիշել այդ թեման։ Ես իմ մտքովս անցավ։ Ու որ մտքովս անցավ, ասացի հարցնեմ քեզ, տեսնեմ թե ինչ կարծիք ես ասածից մասին։ Եթե մի քիչ մանրամասնես կասեմ։ Դե հարցիս առաջին պահով, էլի։ Ի նկատի ունես թե ինչ կանեմ։ Հա, էլի ինչ կանես։ Կփորձեմ համոզեմ, որ հանձնվի։ Թեկուզ մենակ նրա համար, որ քո ասած վերջի տարբերակը չլինի։ Ու կարծում ես կհամաձայնվի։ Սկզբում իհարկե դժվար կլինի, բայց վստահ եմ, որ մի քիչ մտածի, կհասկանա, որ դա ամենալավ տարբերակն է։ Ամենալավ տարբերակում համար քո թե հասկանում եմ ինչի նկատի ունես, բայց առաջին հերթին իր։ Լավ, պատկերացնենք գա ու ասի հավաքվի Կարեն ջան, ես իմ գործերը ավարտել եմ, գնում ենք։ Ուր։ Երկրից դուրս։ Հա, երկրից դուրս։ Ինչ կանես, կհամաձայնվես, կգնաս։ Դե ինչքան էլ ցավալի հնչի, բայց չեմ համաձայնվի։ Բայց դու հասկանում ես, չէ՞, որ շատ հնարավոր է, որ դու իրան տեսնում ես վերջին անգամ։ Դավ քեզ ինչին է պետք այս թեման։ Կարող ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Կա հորս բռնել են դու ինչ ես ասում։ Չէ, չգիտեմ ոչինչ։ Ուղղակի հիմար հարց եմ տալի, մի խորացի։ Արի ավելի լավ է դրա փոխարեն գնանք միտեղ նստենք հաց ուտենք։ Հյուրասիրում եմ։ Ես աշխատում եմ, ես կհյուրասիրեմ։ Դու մենակ ասա, թե այդ ինչ թեմաներ են ու ինչ հարցեր են։ Ասեցի, հիմար հարցեր են։ Ուշադրություն մի դարձրա, ուղղակի հետաքրքիր էր քո կարծիքը։ Հասկացա քեզ։ Չէ, ես այս հարցը սենց չեմ թողնի։ Սա ոստիկանի հանդեպ կատարած այլանդակ քայլ է։ Սա ես չեմ հասկանում սա ինչ է։ Եթե պետք եղավ, մինչև ամենավերևը կհասնեմ։ Մի հատ խորը շունչ քաշի ու իջի։ Շատ չբարձրացար վերև պայքար։ Բայց դուք հասկանում եք, չէ՞ սա ինչ է։ Հասկանում եք, չէ՞ ինչ են արել։ Ես օրինական իմ աշխատանքն էի կատարում, առևանգեցին ինձ տարան։ Սա մարդու իրավունքների հանդեպ կատարած ոտնձգություն է։ Սա ոստիկանի հանդեպ կատարած այլանդակ քայլ է։ Դե մի հատ էլ ասա, որ մահապորձ են կատարել։ Այ մամիկան։ Այ դու չես պատկերացնում սրանք ինչ են արել։ Սրանք իսկ ապել էին աթորից թափ էին տալի։ Ասում է մինչև երկուշաբթի։ Սպառնում է ինձ, ասում է մինչև երկուշաբթի ոչ հաց, ոչ ջուր, ոչ զուգարան։ Դե այն երկուսը հասկանալի է, բայց այս երրորդը շատ լուրջ։ Ձերս արնում, հա ինձ։ Հա, պայքար, հիմա ինձ լսի։ Բայց այս հարցը… Պայքար։ Մեն Արսենին ես ասում մանկապարտեզ, դու հիմա իրանից քեզ ավելի անլուրջ ես պահում։ Խոսես երբ որ վերջացնեմ։ Ներողություն եմ խնդրում, լսում եմ։ Շատ սխալ բան են արել։ Ու ես էլ դու էլ շատ լավ հասկանում եք, թե ինչի համար են գնացել այդ քայլին։ Հա, բան չունեմ ասելու։ Այս ամեն ինչի մեջ ես էլ իմ մեղավորությունն ունեմ։ Բայց ախր շատ ես դրանց երես տալի, շատ։ Պայքար։ Հրաչի սպանության գործին միայն քեզ եմ մոտիկ թողնել, որովհետև համարել եմ քեզ փորձված հասուն կայացած ոստիկան։ Շնորհակալ եմ։ Ու դու շատ լավ պետք է հասկանաս, թե տղերքը ինչի համար են գնացել այդ քայլին։ Բայց եթե ես սխալվում եմ ու դու այդպեսին չես, հենց վաղն էլ կարող ես քո ասած բարձրանալ վերևները ու իմ ու տղերքի դեմ բողոք ներկայացնես։ Բայց դե դու ես շատ լավ հասկանում ես, որ դրանից հետո մեր վերաբերմունքը քո հանդեպ կփոխվի։ Չէ, հիմա ես քեզ չեմ սպառնում, պայքար։ Ուղղակի ամեն ինչին համապատասխան պատասխան։ Հիմա գնա, մտածի ու վարվի այնպես, ինչպես գտնում ես ճիշտ։ Ազատ ես։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Այն արեք,
Ay Arsen. Հա, նավել առևտուր է կարել։ Բայց երբ հասցրեցիք այսքան բան գնել։ Դե բակոնց այսօր շուտ է գնացել, մամ, էլի դասը չարեցինք։ Ձեր բակունցես վերջերս շատ շուտ է դասերը չեղարկում, հոբան չի եղել։ Ինչ իմանամ, բայց կարելի է պապայից հարցնել, կարող է ինքը իմանա։ Ասեցիր ովքերով եք գնում։ Ուղղակի ինձ հետաքրքիր է կհերիքի ձեր գնումները։ Դե ես, Մարթան, Կարենը, Արտյոմը, Սոնան, Դավիթը, չերիքի։ Ու վերջ։ Հա, ինչի։ Ուղղակի որ մենք էինք գնում քաղաքից դուրս, աղասը միշտ ինձ հետ գալիս էր։ Ու ընդհանրապես կուրսում ով ընկերուհի ուներ, բոլորը գալիս էին։ Դե Կարենն ու Մարթան իրար հետ են, Արտյոմին էլ Սոնանա դուր գալիս հաստատ։ Մնացեք դու ու Դավիթը։ Դե Դավիթը իմ ճաշակով չի մամ։ Իսկ ինչպիսին նա որ քո ճաշակով չի։ Փակ ու անհասկանալի մարդ է։ Ես իմ պապայի պես բաց ու բարձ մարդկանց եմ նախընտրում։ Իսկ հիմա այդպիսի տղաներ կան։ Կան, մամ ջան։ Կան։ Մամ, սոված եմ։ Կարող է հաց ուտենք։ Շատ սոված եմ արդեն։ Հա։ Ես կգամ կօգնեմ։ Լավ։ Աղաս ինչ ուզում ասի, ես իմ արատրիամոր չեմ փոշմանում։ Ես էլ չեմ փոշմանում։ Պետք լինի մի անգամ էլ կանեմ, 100%։ Հաստատ, դրան արժի մի անգամ էլ։ Հավաքվեք ու գնացեք տուն։ Զենքերը հանձնենք, թե ոնց։ Պայքարից ներողություն եք խնդրում։ Մնացածը երկուշաբթի։ Չնայած որ ինձ մնար, մինչև երկուշաբթի ձեզ կթողնեի այդ սենյակում։ Հրաչի գործից։ Հրաչի գործի մասին էլ մոռացեք։ Եթե մինչև հիմա չէր նստում խղճից։ Այս ամեն ինչից հետո ընկավ տեղը։ Բայց ու պայքարին էլ մատոտ չկպնեք։ Ու ինձնից հանգած չնեղանաք։ Հասկացանք։ Լրությունը համաձայնության նշան է։ Չմոռանաք պայքարից ներողություն խնդրել։ Ո՞վ որոշել, որ լրությունը համաձայնության նշան է։ Ես գիտես այդ ընթացքում ինչ էի մտածում, որ արժի էս պայքարին մի հատ ծանր մեծ աթոռի վրա կապել։ Ինչ ասեցիր։ Չես ծիծաղում։ Ապեր։ Ուղղակի Մեր մոտ է ամենածանր ու մեծ աթոռը Մամիկոնյանի աթոռն է։ Մի քիչ դժվար կստացվի կաբինետից դուրս անել նենց որ չտենա։ Բայց ափսոս միտքը շատ լավն էր։ Չէի մտածել։ Պատկերացնում ես պայքարին այդ աթոռի վրա։ Ավերջը։ Այդքանը։ Հետո թեման փոխեց, ասեց, որ հիմար բաներ էր խոսում։ Իսկ դու ինչ ես մտածում այդ մասին։ Իրականում հիմա որ հիշում եմ իր ասածները ու ընդհանուր տեսքը, նենց տպավորություն է, ոնց որ այդ հարցերը ավելի շատ իր համար էին կարևոր, քան թե ինձ։ Չնայած իմ հոր մասին էր գնում խոսքը։ Բա ոնց կարա այդ դեպքում իր համար ավելի կարևոր լինի, քան քո։ Դե պարզ է, որ ինձ համար կարևոր է։ Բայց ոնց բացատրեմ, որ հասկանաս, է։ Ոնց որ այդ հարցերը ավելի շատ իրան էին վերաբերվում, քան ինձ։ Ապեր։ Իսկ դու իր հոր մասին ինչ գիտես։ Ոչ մի բան չգիտեմ։ Ես իր մասին ընդհանրապես ոչ մի բան չգիտեմ։ Մենք գիտեմ են, որ Մեգին իրեն դուր է գալիս։ Բայց դե գիտենք, որ Մեգին
Իսկ դրանից բացի։ Դրանից բացի ոչ մի բան։ Կարող է փորփրենք։ Իմաստ ունի։ Դե ապեր, եթե քեզ հետաքրքիր է առասարակ, թե իր գլխի մեջ ինչ է կատարվում, հա ունի։ Բայց եթե չէ մոռանանք։ Լավ։ Դա կհասկանանք։ Մի հատ ավելի հեշտ տարբերակ էլ կա, կարող է խմացնենք։ Որ ինչ։ Որ լեզուն բացվի։ Բա որ բացվի ու համը հանի։ Որ իմաստով։ Որ չէ։ Ում։ Մեգի։ Փուֆ, խանդի հոտը կգցի։ Բա։ Այ այդ իսկականն էր։ Սիմաջան ձեր գետնանուշովը դելի։ Ապես։ Երեխուն մնաց։ Հա, մնաց հանգիստ կերաղաս։ Ելակի օշարակովից եկա, ամեն մեկից 2-2 հատ։ Լսի, երեխուս բան է իր ասում։ Տեսար ոնց համաձայնվեց։ Իսկ գուցե հասկացավ, որ այլ տարբերակ չկա։ Հա որ։ Լսի ահաս, իսկ այդ Արսենը պարզ ու բաց տղա է։ Դե հա։ Հա բայց ինչ ես հարցնում։ Որովհետև Մեգին այսօր ասեց, որ իրան իր հորպես պարզ ու բաց տղաներ են գալիս։ Ես էլ եմ ուզում փոխտավել։ Սարցարանում կա վերցրու։ Հա։ Իմ պայուսակը պատրաստ է արդեն։ Ես էլ եմ դասի։ Պապ, Աջան։ դու տեղյակ ես Տիկին Բակումսի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա, պետք է ոչ։ Ինչի։ Դե վերջերս շատ է դուրս գալիս ակադեմիայից։ Մեր կուրսում արդեն 3 դաս չաղարկել է։ Հետաքրքիր է, այդ իրանից չի։ Մենք էլ անհանգստացանք, որովհետև իրոք իրանից չի։ Բայց դե ոչ չենք գնալու հարցնենք ինչ ա եղել։ Մտածեցի կարող է դու իմանաս։ Չէ, չգիտեմ Մեգի ջան, բայց հետաքրքիր է։ Եթե իմանաս ինձ էլ ասա, հա։ Լավ, ես գնամ, ուտեմ ու քնեմ, որովհետև պետք է շուտ արթնանամ։ Մի րոպե, Մեգի։ Մեգի, պայմանավորվեցինք, ոնց ենք անելու վաղը։ Երեխեքի դու դար մեր տուն կգնա։ Ընտիր։ Ասում ես այն ինչ որեր եք ասացիր Հակոբ։ Նկատի ունես, որ ընտանիքը գտել ես, չէ։ Հա։ Ամեն ինչ արա, որ համոզես։ Ասա, որ ստորագրելուց հետո ինքը կարա հանգիստ վերադառնա ընտանիքի մոտ։ Մանավանդ, որ մենք դրանից հետո ամենաշատը 1 կամ 2 օրից դուրս ենք գալու երկրից։ Հասկացա քեզ։ Իսկ եթե նույնը ասի, որ հա կստորագրեմ, երբ որ բաց թողնի։ Այդ հիմա քո համար ես հարցնում, որ իմանաս ինչ եմ պատրաստվում անել։ Չէ, Համլետ։ Ուղղակի որ խոսակցությունը չէ երկարաձգվի։ Գիտեմ, ասելու է մտածել եմ ու Ստեղ մենակ ես եմ մտածում։ Դու արա ինչ քեզ ասում եմ։ Լավ, իսկ եթե ասի ինչ եմ անելու։ Վեր կա ծառի։ Մնացածը ես գիտեմ ինչ կանեմ։ Ու մի բան հիշի, ամենաշատը քեզ է պետք որ իրան համոզես։ Հիմա դեռ ոչ մի բան չեմ ասի, բայց տղետ քաղաքից դուրս է գնացել, կվերադառնա կկազմակերպեմ կտեսնես։ Ուրախ չես։ Մի վախի, փոխարենը ոչ մի բան չեմ ուզի։ Դեռ չեմ ուզի։ Իսկ հիմա կարաս գնաս, տղերքը ներքևը քեզ են սպասում։
Շատ լավ է, չէ՞ երեխեք։ Դե իրերը բերենք արագ այստեղ դասավորենք, որ ես մեքենան տանեմ հետևի ավտոտնակ կանգնացնեմ։ Այնտեղ կարող ես։ Իա, ապեր, ես դու նվագում երգում ես։ Հա, շատ լավ է։ Դե, ուրեմն բան կանենք, բոլորով կնստենք, խարույկ կվառենք։ Դու կնվագես, կերգես, մենք էլ բոլորով կուրախանանք։ Չեմ համբերում երբ հայրիկուն գալու։ Հա, այդ պարտադիր։ Ապեր, իսկ նվագել սովորելը հեշտ, հա։ Հա, եթե ուզում ես կարող սովորացնել ես։ Հա, այսինքն որ շատ ուզեմ մինչև իրիկուն կսովորեմ։ Հա, ապեր, սովորես։ Հա, ոնց չէ։ Բայց ինչի՞ չուզեցիր, որ Էդմոնին էլ բերեմ։ Ինքը իր համար կխաղար, մենք կխոսեինք։ Նե որովհետև հեշտ չէր լինի քեզ համար։ Դժվար է առավոտը շուտ տալիս հենց տուն տանելն էր։ Հիմա կխոսենք ու կհասկանաս, որ դա ամենահեշտ բանն է եղել։ Չհասկացա։ Ինչ ես ասում։ Սոսե, դու միշտ ցանկացել ես իմանալ Էդմոնի մասին, չէ՞։ Թե իր ծնողներն ովքեր են, ոնց է ինքը հայտնվել ինձ մոտ։ Հիմա դու բոլոր հարցերիդ պատասխանները կունենաս։ Իսկ եթե չեմ ուզում։ Չես ուզում։ Հա։ Ուզում եմ գնալ։ Հա։ Ուզում եմ գնալ։ Լուրջ եմ ասում, Շաքիր։ Նստիր, նստիր։ Երեխայություն մի արա նստի։ Ուրեմն էսպես։ Էդմոնի մայրը շատ երիտասարդ չէր, երբ հանդիպեց հորը։ Անմիջապես սիրահարվեց մինչև ականջները։ Չնայած իրենց զգուշացնում էին, որ գործ չպետք է ունենա այդ մարդու հետ, որ դիմացը կանգնած է հանցագործ, բայց դա ոչ մի բան չփոխեց։ Հանցագործ։ Էդմոնի կենսաբանական հայրը հանցագործ է եղել։ Էն էլ ինչ հանցագործ։ Կրակը հիմա եք վառելու։ Չէ, մի քիչ ուշ։ Հիմա կարանք պես թեթև մի բան։ Սուրճ կարանք խմենք։ Բայց պարագայում ինչ ենք շարում։ Ապեր որ պատրաստ լինի։ Դա պատասխանիր։ Անգից, շոտ սուրա։ Խորշում այլ։ Պապա հաստատ ոչ մի բան չկասկածեց։ Բայց որ ասաց մտնեմ բարև եմ երեխեքին, սիրտս կանգնեց։ Հա, ես ինչ-որ նման բան պատկերացրել էի։ Դրա համար նախ ասացի գնամ մեքենան կանգնացնեմ։ Հետո էլ սպասեցի մինչև Արտյոմը կանչին որ գամ։ Հա, պայմանավորվել էիք։ Ժողովուրդ, գիտեք չէ որ այսօր շատ զիլ համերգ է սպասվում։ Ասեմ իմանաք, պետք է շտապեք ամրագրել ձեր տեղերը, որովհետև շատ խիստ սահմանափակ են։ Ու անկար Շուշանակ։ Բայց ափսոս, կարտոֆիլի քիչ ենք վերցրել։ Դե դրա համար ընդհանրապես մի անհանգստացեք, տատիկս 2 տոպրակ դրել է։ Շատ լավ։ Մենք էլ մարշմելլոու ենք վերցրել։ Ընտիր։ Լավ, երեխեք եկեք հաց կերեք ու հագեք ձեր լողած գեստերը, որովհետև ջրոցի ենք խաղալու։ Ուրա! Ավեսի դեր։ Եկեք խաղալ։ Մի ծամծմի, Հակոբ, ինչ որ կա ասա։ Այն շենք, որ գնում էիր, կնոջ դու աղջկատ մոտ էիր գնում։ Պաստորեն, հա։ Քեզ ու քեզ ենթադրություններ մի արա, ասելիքդ ասա։ Ասեցի արդեն չհասկացար, գտել է ընտանիքդ, հանգիստ մուշեր, ասում եմ են ինչ կա։
Էլ ինչ պիտի ասես, ասա, շարունակի ասելիքը։ Իրա ուզածը նույնն է, որ ստորագրես թղթերը։ Ստորագրի ու քեզ բաց կթողնի։ Երբ Էդմոնի մայրը իմացավ, որ հղիը որոշեց փախչել։ Նախ որովհետև չէր ուզում, որ երեխան մեծանա հանցագործոր կողքին, եւ հետո վախենում էր, եթե տղա երեխա լինի, հանկարծ կարողա նույն ճանապարհով գնալ։ Ու հայրը չէր հասկացել, որ հղի է։ Դե փոքր ժամկետ էր, չէր հասկացել։ Հետո պատահաբար հանդիպել էին, գլխի էր ընկել, որ հղի է։ Հետո։ Դե հետո հիվանդանոցներում մարդիկ ուներ, բժիշկների մեծ գումար էր խոստացել։ Հա, որ երկու ծննդաբերելու իրեն իմաց տա։ Հա, դրա համար Էդմոնի մայրը Երևանից շատ հեռու, Կուլգյուղում ծննդաբերեց։ Ոչի մահացել։ Ֆիզիկապես չէ, հոգեպես կարծում եմ այո։ Հրաժարվեց երեխայից անմիջապես։ Երեխայի համար, որ հանկարծ այդ հանցագործը չգտնի իրենց։ Ու դու վերցրեցիր երեխային։ Հա, ես վերցրեցի երեխային։ Թղթաբանությունն այնպես արեցի, որ դու որպես կենսաբանական մայր գրվես, մորն էլ օգնեցի, որ փախչի երկրից։ Ինչի համար ես հիմա ինձ այդ ամենը պատմում, Շակե։ Որովհետև Էդմոնի մայրը վերադարձել է, ուզում է իրեն տեսնել։ Չէ։ Ընդամենը ուզում է տեսնել։ Երեխայություն մի արա, ուր ես գնում։ Չէ, Շակե, չէ։ Այսօր կուզի տեսնել, վաղնել կուզի տանել հետը։ Չես լսում 100 անգամ քեզ ասեցի, ընդամենը ուզում է տեսնի ու վերջ։ Աղջիկդ ոստիկանության ակադեմիայում է, չես սովորում։ Ուսանող չի։ Քեզ բաժինը խոստացել, չէ։ Ես կապ չունեմ, ես հրաման եմ կատարել։ Այդ իրա հրամանն է եղել։ Ապրես։ Չհասկացա, այդ ուզում ես երեխուն գողանաս։ Մարտա ջան, առավոտյան սուրճը մրգետ շատ հանում։